Օգոստոսի 26-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը եւ Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթեւոսյանը ներկայացրել են նոր ուսումնական տարվա մեկնարկին ընթառաջ ոստիկանության իրականացվելիք միջոցառումները։ Սեպտեմբերի 1-ից կմեկնարկի «Զգուշացեք երեխաները» խորագրով միջոցառումների շարքը, իսկ ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության։ Ամենակարևորը երեխաների անվտանգության ապահովումն է, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը, երեխաների, վարորդների եւ ծնողների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանության իրազեկվածության բարձրացումը։ Համայնքային ոստիկանները, պարեկներն ու ոստիկանության գվարդիայի ծառայողները ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ծառայություն կիրականացնեն առավոտյան 8-ից մինչև դասերի ավարտը։ Ոստիկանները կկազմակերպեն տարրական դասարանների աշակերտների անցումը, կկարգավորեն հետիոտների եւ տրանսպորտի հոսքերը։ Մինչև հոկտեմբերի 1-ը ուսումնական հաստատություններում անչափահասների եւ ծնողների հետ կանցկացվեն օրինապահ հետիոտն խորագրով իրազեկման միջոցառումներ։ Մենք իրապես կարևորում ենք երեխաների մասնակցությունը նման ձևաչափերին հարց ու պատասխանի քննարկումների, իրավիճակային օրինակների, գործնական վարժությունների միջոցով եւ կարծում ենք նման մոտեցումը ոչ միայն թույլ կտա երեխաներին լսել անվտանգության կանոնների մասին, այլ նաև սովորել տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել։ Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթեւոսյանը ներկայացրել է ուսումնական տարվա մեկնարկին ընթառաջ երթևեկության անվտանգությանն ուղղված աշխատանքները։ Օգոստոսի 24-ից Պարեկային ծառայությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության։ Սեպտեմբերի 1-ից 11-ի եւ հետագայում նույնպես Պարեկային ծառայության կարգախմբերը ծառայություն են իրականացնելու Հայաստանի Հանրապետությունում գտնվող ամբողջ դպրոցների տարածքում, այն դպրոցները, որոնք գտնվում են երթևեկելու գոտում հարակից, ունենանք ստացիոնար կարգախմբեր, իսկ մնացած մյուս տեղերում շրջիկ կարգախմբերով կապահովենք երեխաների անվտանգությունը։ Պարեկային ծառայության հատուկ ուշադրության ներքո է լինելու դպրոցների մոտ կանգառի եւ կայանման կանոնների պահպանումը։ Ուսումնական հաստատությունների մոտ մեքենաների նույնիսկ կարճատև կանգառը կարող է խոչընդոտել երթևեկությունը, առաջացնել խցանում, ստեղծել վթրային իրավիճակ։ Վարորդները պատկերացնում են, որ այդ 1 րոպեն կանգառ կայանում արեցին, իրանք իրավախախտում չեն կատարում, դա իրավախախտում է նույնպես, որովհետեւ կանգառ կայումը չթույլատրված վայրում 1 րոպեն նախատեսվում է այն դեպքերում, երբ որ այլ խոչընդոտ չի լինում։ Անդրադառնալով անչափահասների անվտանգ տեղափոխման կանոններին, Արմեն Մաթեւոսյանը հիշեցրել է, որ մինչև 7 տարեկան երեխաները պետք է երթևեկեն մանկական նստատեղով, իսկ 7-ից 12 տարեկանները հետևի նստատեղին եւ ամրակապված։ Բանախոսները կոչ են արել ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին լինել առավելագույնս զգոն եւ խստորեն պահպանել երթևեկության կանոնները, իսկ ծնողներին հատուկ ուշադրություն դարձնել հատկապես տարրական դասարանների երեխաներին չթողնել առանց հսկողության տուն-դպրոց ճանապարհին։ Բանախոսները պատասխանել են նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։